Բարև ընկերներ, մեգորյա հանգստից հետո կրկին սկսում ենք միասին պայքարը թալանի և ապաշնոր կառավարման դեմ։ Խնդրում եմ հավանել, կիսվել տեսանյութով և բաժանորդագրվել ալիքին։ Նաև չենք մոռանում, որ մենք տարբերվում ենք շատերից, նրանով, որ չենք վիրավորում և հայհոյում մեր կարծիքը չկիսողներին։ Ընկերներ, այսօր խոսելու եմ Դիլիջանի որց համայնքապետ Դավիթ Սարգսյանի մասին։ Մինչ սկսելը ցանկանում եմ մի փոքրիկ բան պատմել ձեզ։ Ուրեմն տեսանյութերիցս մեկից հետո ֆեյքերով սկսել են նամակներ գրել, թե բա մենք սուրբ ենք, մենք հսկայական գործ ենք արել եւ այլն։ Ուրեմն այնքան պարզմիտ են գրողները, որ չեն կարողացել անգամ թաքցնել իրենց ֆեյք էջերից գրանցման հեռախոսահամարները, կամ փորձել են թաքցնել, մտածելով ստացվել է։ Հետաքրքիրը այն է, որ իրենց կեղտոտ խաղերի մեջ ներքաշում են կանանց, ովքեր հնազանդ կատարում են թելադրանքները։ Ինչևէ, անցնենք Դիլիջանի համայնքապետարան։ Նախ ով է Դավիթ Սարգսյանը։ Հասարակ ՔՊ-ական, ով պաշտոն ստանձնելուց հետո մտածում է ծովը ծնկներից է, ինքն էլ արու կտրած աշխատավարձ է ստանում։ Ցանկանում եմ ուղիղ խոսել ձեզ հետ, պարոն Դավիթ Սարգսյան, վստահ եմ, որ դիտելու եք այս տեսանյութը, ամենայն հարգանքով, առանց վիրավորանքի խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին։ Օրջոնիկիձե 4-րդ Նրբանցքի տարածքի հարցը ինչու եք քննացնում։ Ինչու մարդկանց չեք արձագանքում։ Իդեպ, հենց Դիլիջանում ասում են, որ նմանօրինակ բազմաթիվ անօրինական տարածքների սեփականաշնորհման համար ստանում եք $2000 գումար։ Հիմա խնդրում եմ բացատրեք, արդյոք դա կաշառք է, թե տարածքի դիմաց գումար, որը գնում է պետական բյուջե։ Պարոն Դավիթ Սարգսյան, իսկ կասեք, ինչու է ձեր համայնքապետարանը Էմին Մարգարյանի ընկերության հետ պայմանագիր կնքել։ Արդյոք դուք տեղյակ եք, որ այդ ընկերությունը սահմանափակման տակ է, որը նշանակում է, որ կամ դատական խնդիրներ ունի չկատարած պարտավորությունների մասով, կամ էլ իր աշխատանքները վատ է կատարել։ Պարոն համայնքապետ, պայմանագրի ընդհանուր գումարը շուրջ 570 միլիոն դրամ է։ Արդյոք այդ ընկերությունը պատրաստ է կատարել իր աշխատանքը։ Ընկերներ, Դիլիջանում խոսում են նաև այն մասին, որ ցանկացած տենդերից համայնքապետը ստանում է 7-ից 10% գումար։ Այս տեղեկատվությունը ստացել եմ նամակով, որի իսկությունը ճշտելու գործընթացը թողնում եմ համապատասխան կառույցների վրա։ Ընկերներ, Դիլիջանում խոսում են, որ համայնքապետարանում շատ կան աշխատակիցներ, ովքեր հանդիսանում են քաղաքապետ Դավիթի ազգականները։ Նախ Դիլիջանի համայնքապետարանի կայքում որևէ աշխատակից նշված չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համայնքապետարանում աշխատում է Դավիթի հորեղբոր որդին։ Հիմա հիշենք խնամի, ծանոթ, բարեկամ տերմինների մասին։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ այլևս Հայաստանում չի կարող այդ համակարգը լինի։ Սակայն, ինչպես նայում ենք, բոլոր տեղերում նույն բանն է, ինչի արդյունքում տուժում է Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին։ Բարեկամներ, բոլորի նամակները անխտիր կարդում եմ։ Փորձում ենք հասկանալ, տեղեկություններ ստանալ, ինչից հետո պարտադիր բարձրաձայնում ենք։ Եթե շատերը կարծում են, թե իմ ֆունկցիան միայն բարձրաձայնումն է, ապա պետք է հիասթափեցնեմ։ Մենք թիմ ենք, ովքեր առանձին ունեն պարտականություններ, ովքեր ամեն ինչ են անում, որ խնդիրները հասնեն հասցեատերերին և ունենան լուծումներ։ Արդեն կան հստակ արդյունքներ, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել։ Հայը նաև դուք եք, սա մեր մենաշնորհը չէ։ Բարձրաձայնեք ձեր խնդիրների մասին, խոսեք, եթե չեք ցանկանում դա անել ձեր դեմքով, դա արեք իմ միջոցով։ Հարգանքներս, ձեր հայը։